Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ 2025 թվականին հայաստանյան ռազմարդյունաբերական ընկերությունները վճարել են շուրջ 14 միլիարդ 300 միլիոն դրամ հարկ։ Մինչդեռ 2021-ին այդ թիվը եղել է 3 միլիարդ 675 միլիոն։ Սա մոտ 4 անգամ աճ է, ավելի քան 10 միլիարդ դրամ հավելյալ օրինական շրջանառություն, ավելի շատ աշխատավարձեր, աշխատատեղեր եւ ամենակարևորը՝ պետական բյուջեի իրական շոշափելի ամրապնդում։ Սա նաեւ մասշտաբի ճիշտ ընկալման հարց է։ 2025 թվականի ընդհանուր հարկային եկամուտների մոտ 2 տրիլիոն 73 միլիարդ դրամի ֆոնին 14,3 միլիարդը շուրջ կես տոկոս է ընդամենը, բայց հենց այդ կես տոկոսն է, որ ճիշտ ոլորտում արագ վերածվում է իրական ազդեցության՝ արտադրություն, աշխատատեղեր, տեխնոլոգիա եւ պաշտպանական ինքնուրույնություն։ Աշխարհը վաղուց է հասկացել, որ փոքր պետության համար ռազմարդյունաբերությունը ոչ թե հավելյալ ծախս է, այլ հարկային բազա, աշխատատեղ եւ արտահանման շարժիչ։ Օրինակ Էստոնիան վերջին տարիներին կարճ ժամանակում բազմապատկել է պաշտպանական արդյունաբերության շրջանառությունն ու արտահանումը փոքր շուկայի պայմաններում արագ աճ ապահովելով։ Իսկ բալթյան մյուս երկրները՝ Լիտվան ու Լատվիան, հենց հիմա ներգրավում են եվրոպական խոշոր արտադրողների 155 մմ զինամթերքի արտադրություն տեղայնացնելու համար ներդրումներով, համատեղ ձեռնարկություններով ու կոնկրետ արտադրական հզորություններով, որպեսզի կախված չմնան արտաքին մատակարարումներից։ Սա հենց այն ճանապարհն է, որը օգտակար է Հայաստանի համար էլ, մեր մասշտաբին համապատասխան, արագ, չափելի արդյունքներով, բայց մի կարևոր նախապայմանով։ Եթե ուզում ենք, որ հարկային աճը վերածվի տեխնոլոգիական թռիչքի, ապա մեզ պետք են արևմտյան տեխնոլոգիաներ, բաղադրիչների, նյութագիտության, օպտիկայի, էլեկտրոնիկայի, անօդաչուների, կապի ու կիբերանվտանգության լուծումների մակարդակում, որովհետև առանց այդ շղթաների մենք կմնանք միայն արտադրող, ոչ թե ստեղծող, եւ չենք ստանա այն որակը, որը տալիս է մրցունակություն, արտահանում եւ իրական պաշտպանական ինքնուրույնություն։ 14,3 միլիարդը պետք է վերածվի ոչ միայն եկամտի, այլ անվտանգության, տեխնոլոգիական ինքնուրույնության եւ բարձր արտադրողական տնտեսության։